Միացավ անմահներին։ Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը օգոստոսի վերջին կդառնար 28 տարեկան, կստանար մայորի կոչում, եթե չլիներ ապրիլյան պատերազմը։ Մատաղիսի սակրավորների վաշտի հրամանատարը այն սպաներից էր, ում մասին դեռ խոսելու և պատմելու են երկար տարիներ։ Նա անօրինակ խիզախությամբ պատիվ բերեց հայրենիքին և հայրենիքը փառաբանեց։ Երկու մանկահասակ որդիներին թողնելով կնոջ ու բախտի քմահաճույքին, Հովսեփը շտապել է առաջնագիծ, փրկելու իր 25 զինվորներին և ստանձնել մարտի հրամանատարությունը։ Հովսեփը ծնվել է Իջմիածնի ռայոն, ապագա գյուղում, սա Սասունցիների գյուղ է, Սասունցիների ընտանիքում, ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 8-րդ դասարանից ցանկանում էր, որ ավարտել ռազմական ակադեմիան Վազգեն Սարգսյանի, հայրը շատ դեմ էր, պետք է անպայման ծնողների ստորագրությունը լիներ, ասեց չեմ ստորագրի, որովհետև չեմ ցանկանում, զինվորականի կյանքը այն կյանքը չի, ինձ ասեց մամ, մի բան արա, որ պապան համաձայնվի, ասի դե տղաս, ես էլ չեմ ուզում, ասեց մամ, գնալու եմ, խնդրում եմ համոզի պապային, մեկը գնալու եմ, վերջը համաձայնությամբ եկավ։ Սիրում էր այդ գործը, սիրում էր, հայրենիքին նվիրված էր շատ, 2006 թվին ծառայում է եղված, անգեց ասեց, պետք է ռազմական ինստիտուտ ընդունվեմ, ասեցի ապեր չի, հələ ծառայության գգաս տեսնես էլի իրանց խոսքի ապրել չոլերում սա, սենց ասեց չէ ապեր, սիրում եմ այդ գործը, ես գնում եմ, ոչ մի կերպ չկարեցանք ոչ մի բան անենք, ինքը ընդունվեց ռազմական ինստիտուտը 2006 թվին։ Հանձնեց քննությունները շատ լավ, չգիտեմ ինչի, բայց ուրախանում է իր ամեն մի հաջողության համար։ Ռազմական ինստիտուտից տարան Աբովյանի զառում կարանտինի 40 օր երևի իրոք Հիսուսի տանջանքը տեսան տղաները, շատ տղաներ փախան, լացում էին, չէին դիմանում, փախնում էին։ Ես էլ մոտեցա տղայիս ու ասեցի խնդրում եմ Հովսեփ հետ դարձի ես ճանապարհից, ես ինչ դաժանա։ Ասեց մամ, ես հետ չեմ դառնա։ Այնտեղ ծնողները ջղայնանում էին իմ վրա, ասում էին լսի, մենք մեր տղաներին համոզում ենք, դու ես ինչ ես ասում։ Ու մի անգամ պատահական հանդիպեցի, որ երեխա տղան կախվել է մոր թևերից ու խնդրում է, որ իրան տանի։ Մայրը ասում է հաջորդ շաբաթ կգամ, հագուստդ կբերեմ ու քեզ կտանեմ։ Ասում է չէ, հենց հիմա տար, չեմ դիմանում մամ, հենց հիմա տար։ Ու հանկարծակի ես նկատեցի այդ տղայի ոտքերը, որ լրիվ վերք էր, սենց տակը սենց հալվել էր, կստիկներով էր այդ տղան, դամաշնիկներով։ Ես իմ տղային ասեցի, Հովսեփ ջան, իսկ քո ոտքերը։ Ասեց չէ մամ, իմ ոտքերին ոչինչ չկա։ Երբ որ իրան այդ ավարտելուց հետո 10 օր ուղարկեցին տուն հանգիստ, նոր հետո ռազմական ինստիտուտ դասերը սկսելու, ինքը որ սենց նասկիները ոտքերից հանեց, այս ոտքերը սենց այդ կաշին, միսը սենց նասկիների վրա էր։ Ես վատացած, ես ինչ վերքա ոտքերդ, բա ասում էիր չկա, ասեց ոչինչ մամ, հա ինչ անենք, տղա ենք, կանցնի։ Իր հրամանատարը ռազմական ինստիտուտում ես ազգանունը լավ չեմ հիշում, անունն եմ լավ հիշում, Գուգոյ էր, ինքը շատ կոպիտ, կայացած հրամանատար էր, վերջի օրն էր, ասեց մամ, գիտես Գուգոն ինչ ասեց, ասեց արծիվներս մնացին, կանայք փախան, ու այնքան էր ոգևորվել, մամ նայի մնացածներս արծիվ ենք, 19 տարեկանում, այս հայ-ամերիկյան դոնորական կենտրոնում կանգնել է դոնոր, ոսկրածուծի դոնոր, երբ 2 ժամ զրուցել են իր հետ, թե ինչ է դա նշանակում, որ դու կարող ես կյանք փրկել, քո բջիջն ենք վերցնում եւ այլը, բայց կարող ես դու նաեւ չարթնանալ, կարող ես մնալ ինվալիդ, կարող ես լինել լիարժեք մարդ, արթնանաս, բայց նրանք դրանք էլ են բացատրել, ինքը թուղթը վերցրել է ու գրել է, եթե աշխարհի բոլոր ծայրում լինի հայ երեխա ու ունենա իմ կարիքը, իմ ոսկրածույցը համն կնի այդ երեխայի հետ, ես պատրաստ եմ դոնոր կանգնելու։ Ոնց կարող էր գաղտնի պահել 10 տարի, ես չիմանայի, բայց արել էր։ Ինքը պատրաստ էր խաղաղ ժամանակ փրկելու հայ երեխաների կյանքը, հապա պատերազմում ոնց կաներ։ 4 տարի սովորեց ռազմական ինստիտուտում ու մեկնեց ծառայության Ստեփանակերտի ցորում։ Մասնագիտությամբ սակրավոր էր։ Ինքը գնաց Ստեփանակերտ լեյտենանտով։ 2 տարի աշխատելուց հետո ստացավ ավագ լեյտենանտի կոչումը, հրաման էին ստացել նախարարությունից, որ ինքը պետք է տեղափոխվի Նոյեմբերյանի զորամաս։ Ինքը
Երկար մտածելուց հետո հրաժարվեց, պատճառաբանելով, որ նոյեմբերյան ավելի հանգիստ է, քան Ղարաբաղ։ Ինքը սիրեց Ղարաբաղը, հողը, հայրենիքը շատ էր սիրում։ Ծնվել մեծացել եմ Աղվերյանում, Արզական գյուղում։ Ես ծանոթացրել եմ համակուրսեցին, ամուսնուս ընկերոջ քույրը, խոսել ենք, հանդիպել ենք, իրար շատ լավ ենք հասկանում։ 2 տարի ընկերություն ենք արել իրար հետ։ 2 տարի հետո օգոստոսի 20-ին ամուսնացանք, օգոստոսի 23-ին Հովսեփի ծնունդն էր, ծնունդը արեցինք, հաջորդ օր ամսի 24-ի առավոտյան մեկնեցինք Ղարաբաղ։ Ապրեցինք 4 տարի, ունեցանք 2 փոքրիկ հրաշք բալիկներ, ինձ ասում էին անընդհատ, որ զինվորականի կյանքը դժվար է, դու չես կարող ապրել, դու չես կարող համակերպվել, բայց չէ, համակերպվեցի, սովորեցի այդ կյանքին, մեր կյանքը մտավ հունի մեջ, ապրում էինք միասին, երջանիկ, ուրախ, դե օր է լինում գիշերները տուն չի գալի, մնում է պատասխանատու, նարյատ, այնտեղից գնում է արդեն պոստեր, օր էր լինում, ամիս էր լինում, նույնիսկ ես իրան չէի տեսնում, 5 րոպե, 10 րոպե օր էր լինում, տեսնում էի, բայց դա ինչ։ Իր կամքով, իր համաձայնությամբ մեկնեց Մարտակերտի շրջան Մադաղիս։ Ես այդ դիրքերին ծանոթ էի, որովհետև իմ մեծ տղան եղնիկներ էր ծառայել։ Աղաչեցի, որ տղաս մի գնա, որովհետև այնտեղի դիրքերը շատ ապասնի են, թուրքերը շատ մոտիկ են։ Ինքը ինձ ասեց, մամա, հենց դրա համար եմ գնում եմ առաջիկից։ Ինչ արեցի չկարողացա լսեի, գնաց Մադաղիս Վաշտի հրամանատար, ստացավ կապիտանի կոչում, մինապատման հրամանատար էր, ինքը գնում էր Թուրքի գյուղ, դնում էր մին, 1000 հատ, 1200 հատ, 1500 հատ, նույնիսկ 2000 հատ ու դուրս էր գալիս էր։ 7-8 ամսվա ծառայող էր, տուն ստացանք, 1 ամիս ապրեցինք, շատ ուրախ էր ինքը, ես էլ էի շատ ուրախ, ասում էի, դե վերջապես մենք մեր տունը ունեցանք, ապրում էինք վարձով 4-5 տարի, տալիս էինք տան վարձ, բայց շատ, չգիտեմ, էլի երջանիկ ապրել ենք, շատ երջանիկ ենք ապրել միասին։ 27-ը լրացավ, ինքը զանգահարեց ինձ ու ասեց, մամ, գիտես, 28-ս լրանա, ես արդեն մայոր եմ դառնալու։ Ես ձեն չհանեցի, ինքը ասեց, մամ, դու չես ուրախանում, մարդիկ 40 տարեկանում ավագ լեյտենանտ են, իսկ քո տղան 28-ում մայոր է դառնալու։ Ասի, չգիտեմ, շնորհավորում եմ տղաս։ Ասեց, մամ, այդքան ու հերիք է։ Ասի, չգիտեմ։ Ասեց, մամ, մայոր եմ դառնալու, բայց լավ հիշի, գեներալ եմ դառնալու։ Ասեց, լավ հիշի, մամ ջան, գեներալ եմ դառնալու։ Ու տեղի ունեցավ այդ չարաբաստիկ օրը, ապրիլի 2-ը։ Նախքան ապրիլի 2-ը, մի շաբաթ, 2 շաբաթ առաջ անընդհատ խոսում էր, ասում էր Մարիամ, որ իմ հետ ինչ-որ բան լինի, դու այդ ամեն ինչը ոնց ես պատկերացնում քո կյանքը, երեխաների կյանքը, անընդհատ խուսափում էի, ասում էի, չէ, չի կարա տենց բան լինի, ես չեմ ուզում չի կարա տենց բան լինի, ասում էր քո ուզելով չի, մի օր գալու է այդ օրը, պիտի պատրաստ լինես։ 5 տարի կողքս ես եղել, մենք միասին ամեն դժվարություն հաղթահարել ենք, միասին ամեն ինչ հաղթահարել ենք, դու ամեն ինչ կարող ես հաղթահարել մենակ։ Ճիշտ է, դու իմ կարիքը շատ կունենաս, գիտեմ, բայց ունենք փոքրիկ բալիկներ, կպահես, կմեծացնես, կհասցնես իրանց նպատակին, ինչ որ կա, չխնայես իրանց համար, ասում էի լավ էլի, նույնիսկ խռովել եմ իրանից, օր ա եղել իրա հետ չեմ խոսել, ասել ախի չես խոսում, ասել եմ, որովհետև չեմ ուզում, որ այդ բառերը ինձ ասես, որովհետև չեմ կարա համակերպեմ այդ մտքի հետ, որ դու չլինես։ Ինքը զգում էր, ինքը շատ անհանգիստ էր, անընդհատ ծխում էր, գնում էր մենակ նստում էր հայաթը, օր էր լինում, ասում էի հոս, ինչ-որ բան քո հետ այն չի ես վերջերս, ես զգում եմ, ասում էր չէ, իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Երևի ասում էր, որ ես խուճապի չմատնվեի, երևի խուճապահար չլինեի, ասացի հոս ինչ ա եղել, դու իմ հետ ամեն ինչ կիսվել ես, արի ես մի բանն էլ իմ հետ կիսվի, ինչ ա կատարում քո հետ, ասաց ոչ մի բան, Մարիամ, ուղղակի տխուր եմ, ասում էի ինչի, ասում էր հետո դու ինքդ կիմանաս թե ինչ ա, այդ օրը տանն էինք, խոսեցինք տանեցիների հետ,
Ամեն ինչ շատ լավ էր, ինչպես միշտ։ Երեխաներին քնացրեցինք, պարկեցինք քնելու, դրան թակոցից, պատուհանի թակոցից արթնացա, խառնվեցի իրար, ամուսնուս արթնացրեցի։ 2:15 րոպե ընկերը թակելով դուռը, եղբորս ձենատվե քնից արթնացրել ասել է հոս ջան, խառնապոլ կարի գնանք տենանք ինչ ենք անում։ Եղբայրը զանգելով մյուս սպաներին ասել է որ թուրքը եկել է հարսանիք է սկսում, արի գնանք տենանք մենք ինչ բար ենք բարում։ Ինձ ասաց գեղամիկին արթնացրու, ասեցի ինչ հաղահոս, կրակոցներ եմ այրան, հագցրու գեղամիկին իջեք նկող, երիկին չհասցրեցի հագցնեի, փաթաթեցի վերմակի մեջ, ասեցի դու վազի նկող ասեց, իջանք մենք նկող, օրերը տանից վերցրեց, իջավ նկող, հագնվեց, կանչեց դրան մոտ, նկողուի դրան մոտ, երեխեքին ինձ հաջող արեց, 3-4 աստիճան բարձրացավ, ձայն տվեցի, ասեցի հոս կանգնի, ասեց ինչ ա եղել Մայրան, ասեցի ուր ես գնում, ասեց Մայրան դու լավ գիտես ես ուր եմ գնում, ասեցի ինչ որ բան եմ զգում, հետ արի մի գնա, ասեց չէ, 25 զինվոր ունեմ Մայրան, պիտի գնամ հասնեմ, ասեցի չէ, ինձ մենակ ես թողում ու գնաս, ասեց հա, դու ուժեղ ես, կարող ես Մայրան գնա, մի 2 աստիճան էլ բարձրացավ, գոռացի հոս, թեքվեց մի ժպիտ, ասեցի չէ, ու գնաց, կրակոցներ էին, շատ, այդ ձայները ականջից միջից դուրս չի գալիս, թեկուզ անցնեն տարիներ, միջև իմ կյանքի վերջ կհիշեմ երևի չէ կհիշեմ միշտ այդ օրը, չգիտեմ սնայրադեր ինչ էր, տանիքի վրայով անցնում էր ու քավի ոնց որ լիներ ու գնում էր, չգիտեմ, դա ինչ օր էր, Ինքը վազել է գնացել առաջինը կողմնորոշվել է, որ իր զորամասը նկարած կլինեն, ինքը բոլոր 25 սալդատներին զորամասից հանել է։ Ինքը ոչ մի սալդատի կորուստ չի տվել այդ պահին։ Իր ընկերների պատմածով ասեմ, այդ վաղտ որ խառնված էին սաղիրար, էլի կայղավ աղբերդ կարեցավ իրան տիրապետեր 25 զինվորին հանեց կազարմից ու 15 րոպեվա ընթացքում առաջինը կազարմեն տրաքացրեցին աղբորը, երկրորդը իր սենյակը։ Մենք որ այնտեղ էինք, ասեցին, որ զորամասի հետևի մասը ամբողջությամբ չկա։ Դրանից էի տեղյակ, հետո մինչև ժամը 7-ը իմացանք, որ թալիշը չկա։ Բոլորին հավաքել է ու ասել է շուտ արեք, անմիջապես, ինչ զենք կա, ինչ որ ունենք ձեռքի տակ, որովհետև ասում է կրակ էր լցվում զինանոցի վրա։ Ոչ մեկ չէր կարողանում մոտենալ զինանոցից զենք հանելու։ Այդ օրը եղել է համ հրամանատար, համ վաշտի հրամանատար։ Ինքը ամեն ինչ վերցրել է այդ օրը իր ուսերին, ամենաբարդ գործը արել է ինքը մենակ։ Հավաքել է բոլոր սալդատներին, դե երևի պատկերացնում եք զորամաս, քանի սալդատ կա, որ իրան պիտի ենթարկվեր, բայց պիտի աներ նախ իր գործը, որ պիտի առաջնագծում ինքը չլիներ, ինքը առաջինն է գնացել առաջինն է պահպանել ու պաշտպանել այս հողը։ Բոյի վաղ զինվորներին հետ տալով եղբայրս իր ենթարկվող սպաներին հրաման տալով, որ մտնեն դաշտ, ոչ մի զինվոր չի թողը մտնեն։ Սպաներով շարունակվել է մարտը, սա հրամանները եղբայրս է տվել, իր ընկերների պատմածով եմ ասում, էլ իհարկե։ Դեշեկայով 500 պատրոն կրակել է, տեսել է չէ ոչ մի հատ դեշեկան ոչ մի բան չի կարող անի, շատ թույլ է։ Հենց ընկերոջը Դավոյին ասել է Դավո դեշեկայի վրան նստի սկսի կրակել թողությունը դու լինես, որ ես կարենամ մոտիկանամ, դե գրանատամյոտս ասել հասկանում ենք, հնարավորություն չունի այդքան խփելու։ Գծել է ինքը ու մոտիկացել է երանքունիով, հենց առաջի բեմպեի ցեպը գրանատամյոտով աղբերս կդրել է, հենց առաջի սնարյատով նոր ընկերը Դավոն նոր կարեցել է դեշեկայով գործ ավարտին հասցնեն։ Զանգեց ինձ, ասեց, Մայրան ասեց, նկողում հղի կին կա, անուն ազգանունը տվեց, ասեց Մայրան նայի իրան, ասեցի կնայեմ հոս, մի ուրիշ աղջիկ էլ կա, նրան էլ կնայես, ասեցի լավ էլի հոս, մի հատ ասա երեխեքս էլի հոս, ասում էր չէ, ես գիտեմ Մայրան, որ դու երեխեքին ուշադիր ես, իրանց էլ նայի էլի, իրանք էլ են հղի, չգիտեմ, ինձանից շնորհակալ կլինեն, թե չէ, բայց ես արեցի էլ ինչ որ պետք էր անեի երևի։ Ճանապարհեցինք Հայաստան, նստեցինք նորից նկողում, դեռ 5 րոպե չէր անցել, նորից զանգեց, ասեց Մայրան, փախ երեխեքի հետ, բայց գոռալով ինքը շատ անհանգիստ էր։
ասեց արագացրու, Մայրամ, ինչքան հնարավոր է հեռու փախի այդտեղից, արագացրու, ասեց չեմ դիմանա, այդ ցավին չեմ դիմանա, Մայրամ, երեխեքից վերցրու գնա այդտեղից, ասեցի չէ, միջև չգաս չեմ գնա, ասեց դու մտածի քո երեխեքի մասին, մեր երեխեքի մասին, որ քո մասին չես մտածում, ու այդպես նստեցի 4 օրվա վարորդ, աղջիկ, մեր հարևանն նոր էր սովորել, ամուսինը նոր էր սովորացրել վարել, մեր հետ վերցրեցինք 2 ընտանիք ևս, իրանք էլ ունեին փոքր բալիկներ, մեկն հղի էր, բոլորս կանայք էին ու նստեցինք այդ մեքենան, հասանք ճանապարհի կեսը, այդ պահին Հովսեփը զանգեց, ասեց Մայրամ, որտեղ եք, ասեցի հոս ճանապարհի կեսն ենք, ասեց հանգիստ է, նորմալ է ամեն ինչ, ասեցի հա, այդ պահին սկսեցին մեր վրա կրակել աղջիկներից խժացին հետևը, որ կրակում էին մեր վրա, շատ վախեցանք, բայց ես ձայն չհանեցի, որ ասեցի չվախեցնեմ հանկարծ Հովսեփին, այդ ձայները բայց լսեցինք, ասեց ի՞նչ ա պատահել, Մայրամ, ասեցի ոչ մի բան։ Առավոտյան ժամը 8-ներ ինքս զանգեցի ինձ, ասեց ապեր, որ կրակոցներ կա, ար երեխեքին փախցրու, հասցրու Երևան։ Մտածելով իր զանգելուց հետո դե սովորական կրակոցներ ա ու ամեն ոսկի օրվա նման էլի թեթև, ոչ մեկս չենք պատկերացնում, որ կարար այս վիճակում լիներ։ Ասեց Մայրամը երեխաների հետ փախել է Մարտակերտ։ Հետո մենք անմիջապես մեկնեցինք Ղարաբաղ, Վարդենիսով էինք գնում, որ շուտ հասնեինք Մարտակերտ, ինքը զանգեց մեզ, ասեց, որ եղբորը հետ դարձի, Սիսյան Գորիսով մոր մի անգամից է տենց գնանք, որ Ստեփանակերտ մտնենք, ասեց ուժեղ կրակոցներ ա եղել Մարտակերտում, Մայրամը փախել է Ստեփանակերտ։ Խոսեցի հետը միջև 12:27 րոպե։ Ես որ զանգում էի կրակոցների ձայնը, այդ ամեն ինչը իմ ականջի մեջ էր, ես լսում էի, հարցնում էի դու ուր ես, ասում էր մար, բարձ չի ես ուր եմ, արի չասեմ ես ուր եմ, դու լավ գիտես ես ուր եմ։ Անընդհատ կապի մեջ էի, գրեցի 2-3 անգամ, ինձ չպատասխանեց։ Վերջին անգամ դա խոսեցի 12:27 րոպե։ Զանգեցի դառավ անհասանելի է, այդ աղջիկը որ մեզ փախցրել էր, իր ամուսնուն խնդրեցի, ասեցի գոնե որ Հովսեփին կտեսնես, ասա թող գրածներից գոնե պատասխանի, ասեց ինքը ինձանից հեռու է, ասեցի գոնե ասեք թող զանգի, էլ ինչ կլինի, մեկն ու մեկին ասեք, ինչ կլինի, ասեց ինքը ինձանից շատ հեռու է։ Հասանք Ստեփանակերտ, երբ տեսա թորնիկներից շատ վախեցած էին երեխեքը, գոռում էին տատիկ թուրքերը, բոլորը լացում էին ու իմ կողքերն էին ման գալի, ես չէի հասկանում, որ իմ տղայի հետ մի բան ա պատահել, բայց տղաս անհասանելի էր, վերջի խոսակցությունը, որ Մայրամը Ստեփանակերտ ա փախել։ Մեծ տղաս եղբայրը շատ անհանգիստ էր, որ ինչի անհասանելի։ Այդտեղում տունը, որ գնացել էր Մայրամը, այդտեղից մի հատ մարդ տղայիս կանչեց, ասեց, որ վիրավոր ա։ Տղաս անմիջապես ասեց, ես գնում եմ Մադաղես։ Դե ես ասեցի, ես էլ եմ գալիս, ասեց ման դու ես գալի, ասի բա դու ո՞նց ես գնում, ճանապարհները փակ ա, կրակոցներ, ամբողջը քարուքանդ ա եղել, շենքը գոյություն չունի։ Ասեց չէ մամ, ես գնում եմ, համ երեխեքի շորերը կբերեմ, այդպես ասեց իմ տղանից, խաբեց։ Տղաս, հարսիս եղբայրը մեկնեցին Մադաղես։ Գնացին Մադաղես, հա ուշացան, ես անհանգստացա։ Դու մի ասա, տղաս գիտի, իրան ասել են, որ եղբայրդ վիրավոր ա։ Պատերազմի վաղտ սենց ա եղել դեպքը։ Դաշտում ընկերների հետ մտել են բոյի, կռիվ են արել, զինամթերքը վերջանալուց հետո արդեն հրամանատեր որ պիտի նահանջենք։ Հետ գալուց են եղել, աղբերս հոգնած եղել ահավոր վիճակի, որ այսօր ես էլ եմ մտածում, ինչ կարգի պետք է հոգնած լիներ, որ չկարողանար հետ գար, ասում ա տղեկ առաջացեք, ես մի 2 րոպե հենվում ա թմբիվա պիտի հանգստանա նոր շարունակի, հենց այդ վաղտ գրատը խփում են հենց իրա վրա։ Այդ գրատը ընկել ա հենց իրա դիմաց, վարորդը անմիջապես մահացել ա, իսկ ինքը ուժ գտնելով իր մեջ, այդ վիճակով 30 մետր հետ ա վազել, որ գերի չընկնի թուրքերին, գա հասնի տղաներին։ Տղան որ վազել ա իրա դիմաց, եւս կապիտան ա, ինքը պատմել ա, որ 2 մետր էր մնացել, որ հասնեի Հովսեփին գրկեի, տղաս արդեն ուժասպառալինում ընկնում ա։ Այդ պահին մենակ ասում ա, դուք կռվեք, ես լավ եմ, կգնամ Ստեփանակերտ, կբուժվեմ, կգնամ երեխաներիս հետևից։
Իրա վերջի բառերն ա լինում։ Դաժե այդ ընկերոջը դավոյին խոսք կա տվել, որ ես լավ եմ լինելու, իմ հետ ոչ մի բան չի լինելու։ Այդ վաղ տաք ա եղել մարմինը, ինքը կարողացել է տիրապետել իրան։ Մոտորապես 20 րոպե հետո ինքը մի անգամից արունակորցրել է։ Տեղափոխել են Մադաղիսի հոսպիտալում, եղբորս 6 ժամ օպերացիային արել։ Բայց հետի տղաներն ասում են, որ ով ինչ անում էր հոսոյի համար գիտեր, ապարդյուն էր։ Այնքան որ իրենց հոգու հանգստի համար ամբողջ Մարտակերտ ասում է ցույցի նման ժողովուրդը դուրս էին եկել գոռում էին կյանքերոսին ասում է կոտորում էին իրանց որ արուն տային բայց տղաս չի փրկվել ունեցել են իր այրան կարգի 13 լիտր արուն որ բոլորը հասել են ու այրուն են տվել ասում է լրիվ օրգանները վնասվել էր Ասենց բրիտվայի նման փրթղթել էր այդ օրգանները, բժիշկները չդիմացել, ինչը հեռացնեն, ինչը թողեն։ 6 ժամ տղաս տանջվելով հիվանդանոցի կողքերը, գոռալով աղբորը, նույնիսկ զանգել այստեղ Երևան իր հորաքրոջ աղջկան խնդրելա, որ ինչ-որ մի բանով շուտ արեք վերտալյոտով բժիշկ ուղարկեք Ղարաբաղ, բժիշկ ուղարկեք Հետո իր հրամանատարը մի քանի ամիս առաջ այդ հրամանատարը ոտքը դրել էր հենց իր դրած մինի վրա ու ոտքը կտրվել էր երբ հասցրել էին հիվանդանոց բժիշկ ասել էր եթե անմիջապես ոտքը բերեն բջիջները մահացած չլինի մենք ոտքը կկպցնենք տղաս ասել էր ես կգնամ կբերեմ բոլոր ընկերներն ասել էին դու ո՞նց կբերես քո դրած մինը չի դու միների տեղը չգիտես ասել էր ես կգնամ կբերեմ գնացել էր ու այդ ոտքը բերել էր հասցրել էին Ստեփանակերտ ամեն ինչ անելուց հետո տեղափոխել էին Մուրացանի հոսպիտալ։ Տղաս 5 օրով արձակուրդ եկավ ու գնաց տեսներ այդ մարդուն, իր հրամանատարին, որ հարցրեցի Հովսեփ, իսկ ոտքը, ասեց մամ, լավ է, իր ոտքը կկպնի, շիշա դրած, շատ էր ուրախացել, բայց հենց դա, նա դուրս եկավ, որ ոչ մեկ չի կարողացել մեծ տղայիս Արթուրին ասի, որ եղբայրդ մահացել է, ասել Արթուր վեր կա ցողի վրայից, դու տղամարդ ես կանգնի, ինչքան քո համար է ցավ, այնքան էլ իմ համար, Հովսեփը չկա, զոհվել է, չկարողացանք կյանքը փրկեինք։ Շատ ծանր էր, շատ դժվար էր, շատ ոգի ափսոս էին մեր տղեկը։ Այն ինչ, որ ես տեսել եմ ամսի 2-ին չեմ ցանկանա ոչ մեկ տենա։ Ու ցավալին է, որ բոլորը լացում էին, գիտեին, ես չգիտեի, ես լացում էի ուրիշների համար։ Հեռուստատեսությամբ ասեցին 3 սպայա զոհվել, ես ասեցի Տեր Աստված սրանց մոր աչքերը քոռանա։ Չի բանալով, որ մեկը իմ աչքերն էր քոռած է, այդ դաժան լուրը տղաս ինձ ասեց։ Ասել էին ուժեղ պետքա լինես, պետքա գնաս ասես մամայիդ, ասել էր ոնց ասեմ, ոնց գնամ կանգնեմ ասեմ, մամ գիտես տղեդ չկա, աղբերս չկա։ Ես կարամ ամեն ինչ հաղթահարեմ, բայց էսի շատ ուժեղ ցավ է, այս մի ցավը չեմ կարողանում, փորձում եմ, որ մի քիչ գոնե ուժեղ լինեմ, որ գոնե երեխաներիս մեծացնեմ, բայց հնարավոր չի, չեմ կարողանում։ Եղել է շատ լավ ամուսին, ուղղակի բառեր չունեմ նկարագրելու, շատ լավ հայր, ընտանիքի, ինչ էլ ասեմ, իր համար լավը քիչ է իրան։ Կուզեի, որ ինքը պահեր, մեծացներ իր փոքրիկներին, զգար այդ ամեն ինչը, թե ոնց են մեծանում, ոնց են դպրոց գնում, ոնց են սովորելու, ինստիտուտ, բարձրագույն, չգիտեմ։ Կուզեի ամեն ինչ ինքը աներ, ամեն ինչ, զգար այդ ամեն ինչը, բայց ափսոս։ Ապրելի 2 ընկեր կորցրեցի, օրտուս, են էլ ինչ տղա, լավ ժառանգ, լավ ամուսին, լավ հայր, լավ սպա, հայրենասեր սպա,
որ գերադասեց հայրենիքը իր երեխեքից առավել։ Նժարի մի կողմը դրեց իր երեխաներին, մի կողմը դրեց հայրենիքը ու վազեց դեպի իր սալդատներն ու իր հայրենիքը։ Չնայած չափից դուրս շատ էր սիրում իր տղաներին, բայց գերադասեց հայրենիքը։ Ցավալիներն է, որ այդ տեսակ հերոսների կողքին կան նաև, չգիտեմ, դավաճաններ։ Գնացել են տղեկ եկել են, չեմ անունները չեմ տա։ Հենց եղբորս այդ Ռազվետկին, որը աղբորս թիկունքն ապահով է, աղբերս իր գործն արել է Սակրավորի, միները շարելուց, գնալուց գալուց հետո եկել են, ասել են ահավոր զենքեր են լցնում իրանց սահմանում, ասել են պատասխանն եղել է դե ոչինչ զորավարժություն են սկսում։ 2005 թվին ծառայել եմ, այսօր 2016 թիվն է, 11 տարի է անցել ծառայությունիցս։ Ինչքան ծառայողներ են եղել, թող մեկը կանգնի ասի զորավարության վար գրադ են կրակե։ Գրադն ինչ գործ ունի սահմանի վրա լինի, որ պատասխանել զորավարժություն են սկսում։ Պատերազմի վաղ հեռադիտակով ասում են հոսում նայում էր ու չէր հավատում, 30-ա տանգ են գալի, ոչ մի մին չէր տրաքում։ Այդքան մինա դրել է աղբերս, ոնց կարամ հասկանամ, որ չտրակի էլի, ասենք այդքան կան մեր դիրքերը վեկալ են։ Այսօր ով ինչ արեց մեր հայ ազգի համար իրանց այրան գնով արեց։ Ով իրոքից կանգնած է եղել աղբորս կողը, աղբորս նման չկան այդ տղեկը։ Ոչ մեկ։ Դաժե ես չեմ ճանաչում, ընկերը Դավոն, հենց որ հարցից մոտ անունները տալիս է, շատ ավոր ցավ ապրում։ Հարցես որովհետև այդ տղեկին սաղ ճանաչել է։ Բոլորը սաղ մահացել են։ Ով մտել է դաշտ, կյանքը չխնայելով մեր համար, այսօր չկան։ Մենակ Դավոնն է ու ինքն էլ ահավոր վիճակում է հիմա։ Հալալ է այսօր մեր տղեկին, իրանք հերոս երեխեք են, հերոս տղեկ են եղել։ Ուղղակի միշտ իրանց հիշող լինենք, իրանց փառք, էլի իրանց հավերժ փառք։ Գոնե հիշող լինենք ու իրանց անունը միշտ բարձր պահենք։ Ոչ թե ինչ որ միտեղ նստելով ասենք դե թող չգնային, էլի ում համար են գնացել։ Իրանք մեր հերոսներն են, մենք իրանց անունը միշտ պետք է բարձր պահենք։ Շատ հպարտ եմ, որ ունեմ նման ամուսին, ունեցել եմ ու միշտ կունենամ, միշտ հետս է ինքը, միշտ իմ կողքին է։ Ուղղակի ուզում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն, մեր սալդատներին բարի ծառայություն, շուտ վերադառնան իրենց ընտանիքներ, նման կանանց համբերություն, բայց ինչ համբերություն, ու պահին ու մեծացնեն իրենց երեխաներին, ոնց որ իրենց պապաներն էին ուզում։ Ուզում եմ շուտ վերջանա այս ամեն ինչը, խաղաղություն լինի, ուրիշ բան չեմ ուզում։ Ու ափսոս այս տեսակ երիտասարդներին։ Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհվածների հիշատակը անմար պահելն է։ Հովհաննես Իսակով